բավական մի քանի անգամ Եվրամիության սերի շենքի մոտ ակցիաներ են եղել եւ իրենց հարցը բարձրաձայնել է։ Այսօր Հայաստանի Եվրամիության դեսպանը ասում է ուշադիր հետևում ենք, մոտապես ակնարկել է, որ մենք չենք կարող ասել, որ բոլորը քաղբանտարկյալ են եւ այլն։ Այս քանի երեկվանից այս աղմուկը բարձրացրած, որ առողջության խնդիր կա։ Եվրամիությունի դեսպանատնից ինչ-որ ձևով ինչ-որ արձագանք ստացել եք եւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեմիտեղ կարդացի, որ որևէ արձագանք չունե։ Նոր կարդացինք։ Նոր Նարեկի նամակում։ Եվ այս մասում Ես պատասխանեմ, որ մենք Եվրամիության գրասենյակի մոտ ակցիաներ ենք իրականացրել, իրենց էլեկտրոնային փոստի միջոցով դեպքի մանրամասների մասին տեղեկացրել ենք, երկրորդ անգամ արդեն հրատապ նամակով ենք դիմել, բացի էլեկտրոնային փոստով նամակներ ուղարկել, նաև արձեռն ենք տարել տեղում հանձնել, երկու անգամ էլ ստացել ենք պատասխան, առաջին անգամ այդ պատասխանը վերաբերվել է նրան, որ դա նախաքննության ընթացք է եւ իշխանությունների ներքին գործ է, մենք չենք կարող միջամտել, չնայած իշխանության հետ դիալոգում ենք, բարձրաձայնում ենք խոսքի ազատության, ժողովրդավարության սկզբունքների պաշտպանության կարևորության մասին։ Երկրորդ անգամ ի լրումը նախորդ պատասխանի կրկնել են, որ իրավական գործընթացներն իշխանությունների ներքին գործն են, բայց կոնկրետ ձեր մատնանշած գործով մենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ կապի մեջ ենք, այսպես ասած։ Մենք նաև նախորդ օրերին Եվրամիության գրասենյակի մոտ ակցիայի ժամանակ նշել ենք այս կապակցությամբ մեր դիրքորոշումը։ Ինչպես էր ստացվում, որ նախկինում Եվրամիության դեսպանության Հայաստանի ներկայացուցչի համար Հայաստանում իրավական գործընթացները ներքին գործ չէին եւ ինչու է դա այս պահից դարձել։ Ինչպես էր ստացվում, որ Սվիտալսկին գնում էր տարբեր դատավարությունների էր մասնակցում, բանտախցերում տեսակցում էր ենթադրաբար քաղաքական բանտարկյալներ համարվող անձանց եւ այդպես շարունակ։ Եվ ինչու հենց հիմա դարձավ կամ այս տարիների ընթացքում դարձավ դա Հայաստանի իշխանությունների ներքին գործը։ Սա արդեն աշխարհաքաղաքական տիրույթում է, որի մեջ մտնել չենք էլ ցանկանում։ Կարծում եմ հետևությունները անել կարող են բոլորը։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ չենք դիմել, բայց սա այն հարցը չէ, որ պետք է մարդու իրավունքների պաշտպանը գործի դիմումի հիման վրա։ Դա իր պարտականությունների, իր գործառույթների շրջանակներում է, իր լիազորությունների մեջ է մտնում։ Զբաղվել հարցով, տեսնել մամուլում արկա հրապարակումները, գնալ հանդիպել, բարձրաձայնել խնդիրը արտահերթ զեկույցներով հանդես գալ, գնալ անձամբ տեսակցել։ Եթե ոչ ինքը գոնե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ներկայացուցչություն ուղարկել, որևէ քայլ չի ձեռնարկվել այս ուղղությամբ, Նարեկին որևէ մեկը մինչ օրս չի տեսակցել, ինչի մասին ինքը գրել էր նաև իր հոդվածում, իսկ թե իրենք ինչ են զեկուցում միջազգային կազմակերպություններին, անկեղծ ասած մենք չենք կարող ասել եւ չենք կարող վստահ լինել, որ այդտեղ կարող է օբյեկտիվ տեղեկատվություն լինել։ Ես որպես Արցախի հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպան եղած մարդ ասեմ, որ ուղղակի անբացատրելի է, թե ինչպես կարող է քաղաքական բանտարկյալ լինելու հայտ ներկայացրած անձը, որը հրապարակավ հայտարարում է, որ ինքը քաղբանտարկյալ է։ Շատ չեն, չէ՞ այդ մարդիկ։ Քիչ են, չէ՞, ասենք կարող է 20, 25, 30, իսկ այդքան էլ չկան։ Մարդիկ կան, որ իրենք չեն իրենց հայտարարում քաղբանտարկյալ, մենք ենք հայտարարում։ Նարեկի եւ Վազգենի դեպքում մարդիկ իրենց հայտարարել են քաղբանտարկյալ, իսկ նրանք ներկայացրել են հանրությանը, որ հարգելի հանրություն, մեզ դատում են քաղաքական պատճառներով։ Քիչ են այդ մարդիկ։ Այդ մարդկանցից մեկը հացադուլ որպես ծայրահեղ միջոց է հայտարարել, արդեն 9-րդ օրն է, եւ ուղղակի անբացատրելի է, թե ինչպես կարող է պատշաճ գործունեություն իրականացնող մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը սա հիմք չընդունի եւ սեփական նախաձեռնությամբ ընդհանրակարգ չսկսի։ Նշեմ, որ ցանկացած մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն իր գործունեությունը իրականացնում է երկու հիմքով, մեկը դիմումի հիման վրա, մյուսը սեփական նախաձեռնությամբ, հանրային հնչեղություն ունեցող հարցերով, բայց եթե սրանով չանի, այլ որով պետք է անի։ Քաղաքական իրավունքների տեսանկյունից սա առաջին հորիզոնականում գտնվող հարց է, որովհետև գործ ունենք իրեն քաղբանտարկյալ հայտարարած անձի հետ, որը որ իհարկե քաղբանտարկյալ հանդիսանում է, բայց այստեղ կարևոր է նաև անձի դիրքորոշումը այս հարցի շուրջ, որը իրականացնում է հացադուլ։ Երեկվանից էլ մենք արդեն բարձրաձայնում ենք լուրջ առողջական խնդիրների մասին։ Եվ ես կարող եմ հայտնել, որ ցերեկ արդեն բարձրաձայնում ենք, 3 շատ ուշ ժամի է աստղիկ եղել Նարեկի մոտ, այդ մի քանի ժամերի ընթացքում որևէ մեկը չի այցելել, չեմ ասում վերջին 65 օրերի ընթացքում։
Եվ ես կարող եմ արձանագրել, որ մարդու իրավունքների պաշտպանն իր այս անգործությամբ հաստատում է իր վերաբերյալ մեր ունեցած բոլոր մոտեցումները։ Այսքանը։ Մենք մոռանում ենք իր գոյության մասին անկեղծ ասած եւ շատ ավելի արդյունավետ ենք համարում այլ գործիքակազմ։ Բայց եթե իր պարտականությունը մարդու իրավունքների պաշտպանը կատարի, մենք հո դեմ չենք։ Մենք ինչպես կարող ենք դրան դեմ լինել, թող իր պարտականությունը կատարի։ Դրա համար ի վերջո հսկայական կառույց է գործում։ Մենք, ինչպես պարոն Մելիքյանը ասաց, այլ գործիքակազմ կիրառում ենք, մենք անձամբ անտիֆեյքի թիմով, մեր խմբագրությունով, մեր գործընկերների միջոցով անձամբ ենք նամակագրության մեջ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, անձամբ ենք մեր բոլոր խնդիրների մասին ամենայն մանրամասնությամբ իրենց տեղեկացնում, հետո նաև հրատապ նամակների տեսքով թարմացումների իրենց տրամադրում, ասեմ, որ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը թարմացրել է Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի 3-ամսյա կալանքի հանգամանքը իր պաշտոնական կայքում, նշելով նաև, որ Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այս մասով առնվազն արձագանք կա, ինչպես նախկինում ասել էինք, իրենք դիմել են Հայաստանի իշխանություններին պարզաբանումներ ստանալու համար, որի մեջ նաև պահանջել էին անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, հաշվի առնելով, որ նրանց կալանավորման հանգամանքներում ոչ իրավաչափ եւ ոչ համաչափ հանգամանքներ կան։ Այս պայդրությամբ իշխանությունների կողմից արձագանք դեռ իրենց չի հասել, իրենք այդ մասով թարմացում չեն տրամադրել, բայց մենք շարունակելու ենք մեր հնարավոր բոլոր իրավական, հանրային, բոլոր թույլատրելի գործիքակազմերով այս ապօրինության դեմ պայքարել։ Ներողություն դարձյալ ԵՄԴ Իսպանի հայտարարություններին անդրադառնանք, որտեղ Մարագոսը նշել է, որ չի կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործեր, իհարկե չմասնավորեցնելով, թե որ քաղբանտարկյալների մասին է խոսքը, դուք ինչ եք կարծում, արդյոք այս հայտարարությունը ենթադրում է, որ իրենք չեն ընդունում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Դիվանագիտական